Ահա արդեն երկրորդ բիսկվիտն էլ պատրաստ է։ Ես թողում եմ ինքը ամբողջովին սառնան եւ նոր բերանը բացում եմ եւ արդեն կարամ պարենձից իրան հանեմ։ Կրկին շատ ընտիր բիսկվիտ է ստացվել, հարթ մակերեսով, նուրբ, ճռճռան, փափուկ, բիսկվիտները ամբողջական բնական հումքից են, ոչ մի հավելումներ չկա մեջը, ձու, շաքարավազ եւ ալյուր։ Ահա բոլոր բիսկվիտներս արդեն պատրաստ են, թխված են։ Բոլորին մեր հարթ մակերեսը, ճռճռան, փափուկ։ Ասեմ, ես չափաբաժիններով չեմ աշխատում, իմ մոտ ամեն ինչ աչքա չափով է, եւ տեսեք ինչ իդեալական աչքա չափում է։ Թխում եմ գազի վրա, տակը պղինձի անպայման կրակցրի չեմ տենում, տեսնում եք, եւ շատ թույլ կրակի վրա արդեն ես եփում եմ։ Սա 6 ձվանի է, ասեմ ձվերը շատ փոքր են, 6 ձվին 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր եւ ոչ մի բան էլ չեմ ավելացրել։ Եվ այսպիսի հրաշք բիսկվիտներ եմ ստացել, փափուկ, ճռճռան, իսկական կոպկա, որ ասում եմ կոպկին սա է։ Զարմանալի էր, որ ամբողջ բանկայի մեջ կար ընդամենը 4 հատիկ, ավելի շուտ 2 հատ, 2,5 արած դեղցեր։ Կտրտած նարինջին ես մի քիչ շաքարավազ ավելացրեցի, թեպետ նարինջը լավ քաղցր էր, բայց եթե տորթի միջուկ պիտի լինի ինքը, ես իրան անպայման քաղցր ավելացնում եմ։